ճիշտ կին ու ճիշտ աղջիկ լինելու մասին մեսիջները, որոնք որ փոխանցվել են այդ կնոջը իր տատիկից ու մորից, երեխայա 4 տարեկան դաստիարակ ասում են ձեր աղջիկը շատ վզվայուշի է հագնվում։ Ոչ թե ինչա պետք անել, որ ես լինեմ կանացի, այն ինչ ես պետքա էլ չանեմ, որ խանգարեմ ինձ լինել կանացի։ Սպորտային լինելը գեղեցիկ է, ինչ որ չգիտեմ, X նիհարության լինելը գեղեցիկ է, որտեղից է ինքնացուցադրվել է կնոջ տեսակին խիստ բնորոշ բան է։ Չգիտի ուրիշ ինչ անի, քան պախարակելը, քան անուն կպցնելը, քան արգելելը, քան ցեղ շպրտելը, որովհետև իրան արգելված է եղել։ Իսկ մինչև այդ քեզ արգելել են շփվել առհասարակարական սեռի հետ։ Իսկ հետո ինչ որ այդ 25+ տարիքում սկսում է խոսակցությունը բա ուրա այդ ազնական կյանքը, բա ամուսնանալը, բա երեխաները, բա թորներ ուր են։ Իրենք իրենց այն արեստականորեն զրկում այդ կանացիությունից, հավատալով, որ կանացի լինելը կարա խոչընդոտի դրան։ Այդ 25+ տարիքում ինչ որ տեսակի անձնական կյանք կառուցելու համար շփումը դիմացի սեռի, հակառակ սեռի հետ պետք է սկսել փոքր տարիքից։ Կնոջ արտաքինն ու մեր աշխարհը դա զենք է։ Գնալ այդ արտաքինի հետ փոփոխություններ կատարել ու 3 ամիս հետո նայել հայլու մեջ հասկանալ, որ չէ, խնդիրը հələ կա։ Իրական սեքսուալություն չկարա տեղի ունենա, եթե չկա բովանդակություն։